Օգոստոսի 5-ի երեկոյան Գյումրիում կայծակի հետևանքով մի քանի տնակներ են այրվել։ 1988-ի երկրաշարժից հետո Գյումրու Կոշտոյան փողոցում Սահակյան եղբայրները կողք-կողքի տնակներ էին տեղադրել։ Կայծակը չի խնայել հատկապես Լեոնիդ Սահակյանի տնակը։ Պատալոկն է անմիջապես բռնվել է կրիշի կողմից։ Որովհետև կայծակը եղած հենց կրիշի վրա է։ Ու 4 փայտեր երևի դուրս մեջից բռնվող ինչ բան չկրտանք։ Ախպորս տեղան են կողմից եկավ հոպար մեխի հոտ կուկա չեք արել դուք սինք չէ չենք զգացը գուտա ես դուրը բացեցինք արդեն սենյակի դռնից բոցը դուս էր արդեն վաննեն ջուր ունեինք դուրը բերեցինք ցպնեցինք բաբշե օգնություն չեղավ չվատինք պաժարնի օգնեցեք բան շտը ժողովուրդը բաներ նումր բաները հասել էր պաժարնի զանգեցին 1-20 րոպեից հետո նոր եկավ պաժարնին Սեցինո շատ բաներ է, վարվածը դոմիկներ կա, դուր համար է ուշացել ենք։ Լեոնիդ Սահակյանն ասաց, որ այրված տնակում իր աղջկա ընտանիքը պետք է ապրեր, արդեն տեղափոխել էին մեծ թվով իրեր, այրվել է ամեն ինչ։ Գույքը, դոմիկը, քարաշինը լրիվ վնասված է ելել, մոտավորապես 4 միլիոն կես 5 միլիոն դրամի ապրանք էր։ Սահակյան եղբայրները քարտաշինարարներ են, նրանց աշխատանքային գործիքները եւս լիովին այրվել են։ Լեռնիկ Սահակյանն իր տնակը փրկել է այրվածքներ ստանալու գնով։ Ես վերցնում եմ 2-3 լիտրանոց բաժակը այդպես խոշոր, ուսպես անտա թփնում եմ, հա ես թփնում եմ, հա ինքը նորից կպնում եմ, հա թփնում եմ, հա կպնում եմ, վեճ դեմքս պիլավ առավ, հազիվ շտը։ Բաժարն ու եկավ բաներով, սաղ, ելավ իրևը կրիշը չա արտուխուրտը հետի, Լեոնիդ Սահակյանը օգնության համար դիմել է քաղաքապետարանին ու մարզպետարանին։ Քաղաքապետարանը գոնե օգնի հողային հարցը անգումար տրամադրելու ու երբ կարելի է ճիշտ տարիների ընթացքում սարքել։ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը Civilnet-ին ասաց, որ իրենք պարտավորություն չունեն նմանատիպ դեպքերում աջակցել, բայց հնարավորության չափով օգնում են։ Քաղաքապետի բանավոր հանձնարարականն եմ ստացել, որպեսզի նայեմ հոդվածին ինչքան գումար կա եւ ինչքանով կարող ենք օգնել քաղաքացուն առայժմ ֆինանսապես։ Ջիլավյանն ասում է, որ եթե տնակները քաղաքի նախագծին չեն խանգարում, ապա իրենք պատրաստ են դրանց զբաղեցրած տարածքը անվճար տրամադրել քաղաքացիներին։ Հողը մենք կարող ենք նվիրել քաղաքապետի առաջարկությունն է եւ կադաստրի ծառայությունների վարձնել բյուջեից փոխանցել, որով մեր քաղաքացին, մեր, ասենք, բնակիչը կարողանա նորմալ մարդավայել ապրելու։ 2015-ի ընթացքում Գյումրիում արդեն 4-ից 5 տնակ է այրվել, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետն ասաց, որ իրենք ամենակիչը 300,000 դրամ օգնություն են տրամադրել, սակայն քաղաքապետարանի բյուջեի հնարավորությունները խիստ սահմանափակ են եւ տնակների համար առանձին գումար չի նախատեսվում։ Պրոբլեմը անօթևանության եւ աղքատության այնքան մեծ է, այնքան ծավալուն է, որ 10 տեղական իշխանություն լինի եւ Գյումրու, ասենք 10 բյուջեն էլ 10 անգամ էլ կրկնապատկեց չգիտեմ բյուջեն, ինքը չի կարող այդ խնդիրը վերացնել։ Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն ասում է, որ միայն Գյումրիում շուրջ 3000 անօթևան ընտանիք կա եւ քաղաքի առկա բնակչության շուրջ 25%-ն ապրում է տնակներում։ Շատ մարդ կա այստեղ դոմիկ բալա։ Ես կողմնոր ելնի սա դոմիկ է տեր ճայժները։ Դուք Երևանից եք, չէ՞, ստեղած չեք։ Քանի ընտանիք կլինի ընդհանուր։ Ընդհանրապես այս թաղամասը, բայց մի 100-200 հատ դեմի մեջ ապրող մարդեղն է։ Բայց ցենք մարդիկ կան ընտանիք։ Ես թաղամաս։ Մեզի պես ցենք տունեն ստացել, բայց շատ որեն ստիպված կապրի։ Էլի կեսը գնացել են, բանը ստացածքին լսենք, կեսը ընտանիքի մնացել է դոմիքի մեջ։ Այդպես մարդիկ շատացել է, ցենք 12 անձոր, 10 անձոր մի սենյակը, մի սենյակ կամ մի սենյակ։ Անօթևան երթացակում հաշվառված մոտ 800 ընտանիքի գումարած այդ հերթացակում չհաշվառված մոտ 2000 ընտանիքի համար պետությունը որևէ ծրագիր չունի, որևէ խոստում չի տալիս եւ ցավոք սրտի մոտ 2700-2800 ընտանիք առհավետ կամ հավերժ, եթե այլընտրանքային լուծումներ չլինեն, մնալու են ծայրահեղ ծանր պայմաններում։
Վահան Թումասյանի խոսքով տարիների ընթացքում անօթևանության խնդիրը չլուծելու հետևանքով հիմա նորանոր խնդիրներ են ծագում։ Տնակային ավաններում խտացված են հանրության մեջ առկա բոլոր բացասական երևույթները։ Վահան Թումասյանն ասում է, որ Գյումրին կարծես Հայաստանի աղքատության նորանն է դարձել։ Անօթևաների շուրջ 30%-ը այլ մարզերից եկած բնակիչներ են, ովքեր իրենց բնակավայրերում չունենալով տնակ տեղադրելու հնարավորություն եկել են Գյումրի։ Իշխանությունները կարծում են, թե դա ավելորդ բեռ է իրենց ուսերին եւ իրենք փորձում են անտեսել։ Լավագույն դեպքում ընտրությունից ընտրություն փորձում են խոստանալ եւ ինչ-որ բան անել։ Սակայն միայն մի բան է պետք՝ քաղաքական կամք։ Քաղաքական կամք եւ ցանկության դեպքում հնարավոր է շատ արագ այդ խնդիրը լուծել, մոբիլիզացնելով ոչ միայն բյուջեի միջոցները, այլ նաեւ համայն հայության ջանքերը։ Արտակ Համբարձումյան, Հակոբ Մանուկյան, Civilnet։